Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է զինված ուժերի նախկին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանի կողմից իշխանությունը չարաշահելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել եւ հիմնավորվել է, որ 2021 թվականի մայիսի 12-ի լուսաբացին հակառակորդը օգտվելով մառախլապատ եղանակի պատճառով առաջացած ցածր տեսանելիությունից Սև լճի տարածքում տեղակայված մարտական դիրքերի միջդիրքային տարածությունից հատել է Հայաստանի պետական սահմանը շուրջ 3-ից 3.5 կիլոմետր հայտնվելով յուրային դիրքերի թիկունքային հատվածում եւ զբաղեցրել նպաստավոր բարձունքներ։ 2021 թվականի մայիսի 14-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ԶՈՒ նախկին ԳՇՊՏ-ի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանը դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, գիտակցելով, որ չունի մարտական դիրքի զինծառայողներին հանելու հրաման տալու, յուրային մարտական դիրքը հակառակորդին հանձնելու հնարավորություն, օգտագործելով պաշտոնից բխող հեղինակությունը, իր զինվորական ծառայողական գործունեության հետ կապված անհիմն բանավոր հրաման է տվել մարտական դիրքերը թողնելու վերաբերյալ, որը ազգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետևանքներ, այն է, մայիսի 16-ին յուրային ստորաբաժանումները դուրս են եկել մարտական դիրքերից, իսկ հակառակորդը 2021 թվականի մայիսի 17-ին դիրքավորվել է նշված մարտական դիրքերում, հրաժարվել է դուրս գալ ներխուժած հատվածներից, Հայաստանի ինքնիշխան տարածքից, վերահսկողության տակ վերցնելով տարածքի մի մասը։ Արշակ Կարապետյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահել է, որը ազգուշությամբ առաջացրել է ռազմական գույքի, տեխնիկայի կամ այլ գույքի առանձնապես խոշոր չափերի ոչնչացում կամ վնասում, կամ մարտական առաջադրանքի, կամ զորավարժության կամ այլ ռազմական միջոցառման խափանում կամ այլ ծանր հետևանք։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում։ Որոշում է կայացվել Արշակ Կարապետյանի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու վերաբերյալ։